բանակը ավելի մարտունակ կլիներ, եթե հիշեր, որ թշնամին Հայաստան հայրենիքի 90%-ը գրավել է, հայ ժողովրդին այնտեղ ոչնչացրել է եւ այսօր էլ նպատակ ունի այս վերջին բեկորը Հայաստանի Հանրապետության այս տարածքը հայաթափել եւ ոչնչացնել։ Թե սա ավելի կնպաստեր, որ մեր զինվորականները հասկանային, թե ինչն են իրենք պաշտպանում, այսինքն իրականությունը մատուցվեր այնպես, ինչպես կա, ոչ թե մատուցվի մի ծուռ հայելիների կամ թարս հայելիների, գիտեք, մի իրականություն, որտեղ պարտությունը ներկայացվելու է որպես հաղթանակ, հաղթանակը ներկայացվելու է որպես պարտություն, հերոսը ներկայացվելու է որպես հիմար, որը գնացել կռվել է, ազատագրական շարժումը ներկայացվելու է որպես ագրեսիա, այդ մասին Ալեն Սիմոնյանը ասաց, մենք 30 տարի ագրեսիա ենք կատարել։ Ուրեմն, եթե ազատագրական շարժումը ագրեսիա է, այդ ինչ բանակի մասին է խոսքը։ Ինչքան զենք ուզում ես գնիր, ինչքան ուզում ես այդտեղ, չգիտեմ, ամրաշինական կառույցներ